Ծնողը հարցրել է, որ ուսուցիչը ասել է, որ իր երեխան խնդիր ունի, դասարանում չի նստում, չի կենտրոնանում, դասարանի շուրջը պտտում է, խաղալիքների հետ է խաղում, ինչ պիտի անեմ։ Նախ շնորհակալություն պիտի հայտնել այդպես ուսուցչուհուն, որ հոգ է տանում ձեր երեխայի մասին, որովհետև ես աշխատել եմ դպրոցներում, 30 տարի ուսուցիչ կա, ասեմ, հույսով եմ հիմա չկա, նախկինում կար, որ չէին էլ հոգ տանում, ծրողին չէին ասում և երեխան մնում էր, ասենք, 2-3 տարի, 5 տարի հետո խնդիրը մեծանում էր։ Ուրեմն շնորհակալություն հայտնելուց հետո երեխային մասնագետի մոտ ենք տանում, Facebook-ի վրա գրում ենք, հետ ենք գրում, ամեն մարդ մի բան է ասում, նախ ասեմ, որ հնարավոր չի դիագնոզ անել, ոչ թե հնարավոր չի, ճիշտ չի, որ երեխային դիագնոզ անել առանց նրան հանդիպելու, առանց նրան թեստեր անելու։ Ուրեմն եթե երեխան, ասենք, փոքր տարիքում է, առաջի անգամն է դպրոց գնացել, 1-2 ամիս է, խնդիրը կարող է դա լինի, որ ինքը դեռ տեղյակ չի դպրոցի կանոններին, չգիտի ինչ պիտի անի և ժամանակի ընթացքում խնդիրը կլուծվի։ Բայց ասենք երեխա կա, որ այս պիտի երկու տեղում էլ լինի, այսինքն թե տանը և թե դպրոցում, եթե ցույց տա, որ չի կենտրոնանում, չի կարողանում նստի, դա ուրեմն խնդիրը ուրիշ բաներ է, կարելի է լինի, ասենք, ADHD, ADD կամ autism, հազար ու մի պատճառներ կարող է ունենալ, դրա համար դուք վստահ պիտի մասնագետի դիմեք։ Facebook-ի վրա ինչ-որ մեկը մի բան գրում է, դուք դրանով մի բավարարվեք, երեխային վստահ մասնագետի մոտ տարեք, եթե ունեք medical և health insurance, ձրի կարող եք treatment ստանաք և բուժումներ ստանաք։